Բարև ձեզ, արգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, 106.5 եթերում փոքր եւ միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի հեղինակային հաղորդումն է Հարկեր Թուրքեր Կրքեր։ Ես Հակոբ Ավագյանն եմ, ՓՄԶ ասոցիացիայի նախագահ, այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանին, ողջույն Տիկին Գևորգյան։ Բարև ձեզ։ Նախ շատ շնորհակալ եմ, որովհետեւ պետական չինովնիկներին շատ դժվար է տենց իրենց գրաֆիկը համատեղել ու հրավիրել մեր տաղավար բայց մեզ համար շատ կարևոր է նաև մեր հաղորդման շրջանակներում հենց զբոսաշրջության ոլորտի մասին խոսելը։ Եթե գիտեք, մենք նախազրույցում էլ խոսեցինք, որ մեր հաղորդումը ավելի շատ ուղղված է հենց փոքր ու միջին բիզնեսի ու ավելի շատ հենց իրենց նկատմամբ վարվող քաղաքականությունների, դրա համար հենց անունը Հարկեր Թուրքեր Կրքերը։ Բայց մինչև անցնենք ոլորտին, ես եթե դեմ չեք, կուզենամ մի փոքր տենց նախաբանի տեսքով ներկայացնեմ թվերը ու ձեր կարծիքը, հա։ Եթե ինչ-որ բան սխալվում եմ, ինձ ուղղեք։ 2024 թվականին մենք ունեցել ենք մոտավորապես 2.2 միլիոն զբոսաշրջիկ Հայաստան ժամանող, որը 2023-ի համեմատ 4.2%-ով ավելի ցածր է եղել, 23-ին ավելի շատ ենք ունեցել։ 2025-ի հունվար-հունիսին մենք ունեցել ենք 907,000 զբոսաշրջիկ, որը էլի այդ ժամանակաշրջանի համեմատ 2024-ի ավելի քիչ է եղել, բայց հունվար-օգոստոսը արդեն ամփոփ տվյալներով որ նայում ենք, ոնց որ աճի միտումը վերականգնվում է եւ ստացվում է որ ավելի շատ է։ Նախ այս թվերի ձևավորման մասին Տիկին Գևորգյան խոսենք, ինչպես է այդ ձևավորվում ու հիմնականում ինչ ովքեր որակական, հա, այդ թվերի մասին խոսանք, մարդկանցի նկատի չունեմ, այլ ինչպիսի զբոսաշրջիկներ են գալիս եւ նրանք ինչպիսի ազդեցություն են ունենում հենց մեր տնտեսության ու մասնավորապես փոքր բիզնեսի վրա։ Հիմնականում այդ թվի նվազումը կապված է Ռուսաստանից եկող զբոսաշրջիկի հետ։ Մենք զբոսաշրջության օրենքի համաձայն համարում ենք առնվազն 1 գիշերակաց ապահոված այցելուին։ Եթե ընդհանուրի մեջ հաշվենք, անցած տարի մենք ունեցել ենք մոտ 5 միլիոն այցելու, բայց զբոսաշրջիկ հաշվել ենք, համարել ենք 2.2 միլիոնը։ Եվ հետ գնալով 22-23 թվականներին այստեղ կարևոր գործոն են կազմել Ռուսաստանից աշխարհաքաղաքական պատճառներով Հայաստան ժամանած մարդիկ, որոնք հիմնական ապահովել են թիվը, այդ աճը, կտրուկ աճ են ապահովել իրականում համեմատ նկատմամբ 23 թվականին։ Այո, համեմատ 19 թվականին թռիչքային է եղել այդ աճը։ Իսկ հիմա մենք ունենք, կարելի ասել, իրական զբոսաշրջիկների թիվ, էլի ռուսական շուկան կազմում է մոտ 38-40%։ Ժամանողների առյուծի բաժինը Ռուսաստանից եկող։ Այո, ինչը էլի պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով, բայց հիմա նրանք գալիս են Հայաստան արդեն նաև որպես զբոսաշրջիկ, ոչ միայն որպես տրանզիտ, իրական տրանզիտն էլ է շատ մեծ, բայց նրանք առնվազն 2-3 օր անցկացնում են Հայաստանում եւ հպարտությամբ կամ ուրախությամբ կարող եմ ասել, որ շատ նաեւ ռուսերեն ասած սարաֆաննը ռադիո էս բերան անցնելով շատ հետաքրքիր աճ ունենք զբոսաշրջիկների, որոնք գալիս են, անցկացնում են Հայաստանում իրենց օրերը եւ նաեւ շատ դրական ռևյուներով, իրենց ինստագրամյան փոստերով եւ այլն, կարելի ասել, այո, գովազդում են։ Հիմնականում երկրորդ, երրորդ ուղղությունները դա Իրանը եւ Վրաստանն են, Իրանից նույնպես ունենք աճ, Վրաստանից նույնպես ունենք աճ, Վրաստանի ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում, որովհետեւ հիմնականում Վրաստանից գալիս են Հայաստան մեր հայրենակիցները վրանսական անձնագրերով, բայց այս տարի նկատել ենք հենց Վրաստանի քաղաքացիների այցելությունները, որոնց համար Հայաստանը կարելի ասել նոր բացահայտվող ուղղություն է։ Մենք գիտենք, որ մոտ 1 միլիոն հայաստանցի հանգստանում է Վրաստանի հայտնի ծովային հանգստավայրերում, բայց վրացիների համար Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն, սա նոր զարգացող ուղղություն է։
եւ Իրանի զբոսաշրջիկները հետ կապված լուրջ աշխատանքներ ենք տանում, իրականացնում ենք օրինակ վրացական հայրենական փառատոներ ենք արել այս տարի եւ աշխատաժողովներ իրանական կողմի հետ նախարարի մակարդակով հանդիպումներ, փաստաթղթերի ստորագրում եւ այլն, այսինքն մեր հարևանների հետ լուրջ աշխատանք ենք անում զբոսաշրջության թվերը ավելացնելու։ Սա ամենամոտիկ եւ ամենահեշտ ուղղություններն են մեքենայով գալու իմաստով։ Այդ համաձայն եմ Տիկին Գևորգյան, բայց վերադառնալով իմ հարցին, էլի, այսինքն մենք ըստ ձեզ դուք տենց որպես կոմիտե ու հասկանում եմ, որ շատ բաներ քաղաքականությունը մշակվում է էկամկայի նախարարության հետ համատեղ կամ նրա առաջնորդությամբ այդ հասկանում եմ մոտեցումը, բայց օրինակ ձեր թիրախը ո՞րն է, որ իմ ասում եք Վրաստանի ուղղությունը նոր է ու զարգացնում ենք եւ այլ, էլի վերադառնալով իմ հարցին, որ մենք նաեւ հասկանում ենք, եթե չեմ սխալվում, հնայի մոտ 15% չէ, շատ ճիշտ 14, ահա, զբոսաշրջությունը, բայց ինձ համար ինքը շատ կարեւոր է որպես մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող ոլորտ, էլի գալով իմ դարդուցավին փոքր ու միջին բիզնեսին, որտեվ նրանց գալով մենք հնարավորություն ենք ունենում նոր հաճախորդների, դա կլինի սրճարաններում, դա կլինի հյուրատներում, դա կլինի խանութներում, ամենտեղ, այսինքն դա բացի մեր հիմնական բնակչությունից մենք ունենում ենք ինչ-որ մարդկանց հոսք, որոնք ապահովում են ավել շրջանառություն մեր երկրում, այսինքն այս տեսանկյունից, հա, մենք հիմա ո՞րն է մեր համար այդ թիրախ բաները, երկրները, զբոսաշրջիկները, որոնք շատ ավելի մեծ ազդեցություն կունենան հենց ՓՄԶ-ի վրա։ Հղում անելով տնտեսության, բայց բնականա ՓՄԶ-ի։ Հղում անելով մեր նոր ռազմավարական փաստաթղթին 26-30 թվականների, որը մշակվել է զբոսաշրջության կոմիտեում, միջազգային խորհրդատուների եւ մեր դոնոր կազմակերպությունների հետ համատեղ, մենք շեշտը դնում ենք կայուն զբոսաշրջության վրա։ Այսինքն Հայաստանը դիտարկում ենք ոչ թե մասսայական туриզմի երկիր, այլ կայուն զբոսաշրջիկի երկիր, մեր թիրախը առաջիկա տարիներին դա 3 միլիոն զբոսաշրջիկն է։ Մենք ուզում ենք ունենանք 3 միլիոն զբոսաշրջիկ, բայց որոնք ծախսեն ավելի շատ գումար։ Այս է մեր թիրախը։ Իրանք երկրի ծագման երկրի կարևոր է թե չէ։ Անպայման։ Որոնք են։ Անպայման թիրախային երկրներն են արաբական երկրները, Միացյալ Էմիրությունները, Օմանը, Քաթարը, որոնց հետ մայիս ամսին աշխատանքային այցելություններից հետո ունեցանք 5 երկրների հետ վիզաների ազատականացում եւ հիմա հայելային նրանք էլ են ազատականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վիզաները։ Չինաստանն է, իմիջիալոց Չինաստանի ընդամենը մեկ ուղիղ չվերթ ունենք, որը Ուրումչին է, եւ Ուրումչին ոչ այնքան զբոսաշրջային, այլ ինդուստրիալ քաղաք է, բայց այս տարի 30% աճ է գրանցվել չինացի զբոսաշրջիկների այցելության։ Բայց քանակային միևնույնն է, իրանք դեռ քիչ են, չէ՞։ Քիչ են, եւ մեր հաջորդ քայլը Չինաստանի հետ պետք է լինի որևէ խոշոր քաղաքի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այստեղ վտանգ չեք տեսնում, այն ձեր ասած ռազմավարության թիրախը, որ դուք դրել եք ոչ թե բանի աճ, քանակային աճ, այլ ոնց ասենք մշտական, հա, զբոսաշրջիկների կայուն, որովհետև ես հանդիպումից առաջ կարդում էի մի շարք ռազմավարություններ, այդ թվում Միացյալ Ազգերի գիտեք, անպայման են անում, նաև այդ վախը կա, որ այդ աշխարհում չափից շատ զբոսաշրջությունը վտանգ կարող է լինել, որ ասենք անընդհատ մարդիկ տեղաշարժվում են, իսկ տեղացիները սկսում են կծկվել, որտեղ արդեն կան բնակավայրեր, որտեղ արդեն իրենք ճնշվում են, որտեղ այնքան զբոսաշրջիկ է գալիս այդտեղ, որ տեղացիները օրինակ Իսպանիա, մաստուրիզմի Իտալիան, մաստուրիզմի ազդեցությամբ տեղացիների դժգոհություններն առաջացնում։ Հարգանքով երկրի նկատմամբ բան չունեմ, բայց հաշվի առնելով իր պոտենցիալը ինքը կարող է մյուս վտանգը լինի, այսինքն այնքան մարդ կա, որ մենք մեր տեղական բնակչությունը բանալու։ Շատ լավ հարց եք տալիս։ Երկու զբոսաշրջիկների երկու տեսակ կա կազմակերպված զբոսաշրջիկ, այսինքն որոնք խմբերով են գալիս, տուրօպերատորների հետ են աշխատում եւ ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկները։ Չինաստանից այս պահին հիմնականում գալիս են կազմակերպված զբոսաշրջիկները խմբերով, տուրօպերատորներով, գիդերով, լավ ռեստորաններ այցելելով, ավտոբուսներ վարձելով։
իսկ նույն վիճակագրությունը ՄԱԿ զբոսաշրջության հրապարակած վիճակագրությամբ կազմակերպված զբոսաշրջիկը ծախսում է ավելի շատ, քան անհատական ուսապարկով եկող եւ վրանում ապրող զբոսաշրջիկը։ Այս պարագայում մենք միայն ուրախ ենք, որ Չինաստանից կան կազմակերպված զբոսաշրջիկները, վարձեն ավտոբուսներ, օգտվեն գիդերի ծառայություններից, գնան լավ ռեստորաններ եւ այս կազմակերպված զբոսաշրջության մասով խթանեն զբոսաշրջությունը։ Նաև Չինաստանից եւ նաև Ճապոնիայից եկող զբոսաշրջիկներին, քանի որ նրանք շատ ժամանակ են ծախսում Հայաստան հասնելու համար, հետաքրքիր են տարածաշրջանային տուրերը։ Օրինակ Վրաստանը լավ փորձ ունի, Վրաստան, Ադրբեջան, չինացի զբոսաշրջիկներ համատեղ տուրեր անելու մեջ։ Հիմա մի փոքր տոկոսով այդ նույն չինացիները գալիս են նաև Հայաստան, բայց մենք նպատակ ունենք մտնենք այդ տարածաշրջանային խաղի մեջ։ Այո, եւ հիմա խաղաղության այս համաձայնագրի ստորագրումից հետո ինչու՞ չէ նաև 3 երկրների տուրեր իրականացնել Չինաստանից եկող զբոսաշրջիկները, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Սա իրենց համար շատ ավելի հետաքրքիր զբոսաշրջային պրոդուկտ կարող է հանդիսանալ։ Եթե ապաները հետո քննարկել։ Հիմա ես ուզում եմ Տիկին Գեորգյան նայենք, տեսեք ձեր խոսքում ասացիք արաբական երկրներ եւ այլն, հա։ Իրանում, որ համատեղ բաներ կա։ Օրինակ, տենց միշտ հարց է լինում, մենք գուցե կա, ես տենց շատ հեռու աչքով եմ էլի նայում, բայց նույն պոտենցիալ Վրաստանում ու Իրանում, օրինակ, մենք գովազդվում ենք, թե ոչ, որպես երկիր, որպես տուրիստական ուղղություն։ Ես նայում եմ, ասենք, լուրերի տարբեր հաղորդումներ, միջազգային, ասենք, BBC եւ այլն, այդտեղ ասենք շատ ագրեսիվ մեր հարևան երկրները իրենց մասին նախ դա տես թաքնված գովազդի նման է գնում, այսինքն ինչ-որ իրենց մասին լուրերը, իրենց մասին ինչ-որ բաներ, հաղորդումներ է գնում այդ տեսանկյունից։ Գիտեմ, որ մյուս տարի COP-ի շրջանակներում մենք լավ դիրքավորված ենք, այսինքն լավ նպատակ ունենք, որը կարող է այդ COP17-ի շրջանակներում եւ մինչեւ այդ մարտիկ կան եւ դրանից հետո կան որպես այսինքն բաներ կան, որոնք այ հարցս եթե ասեմ մենք օրինակ զբոսաշրջության կոմիտեն ունի տես տարեկան բյուջե, որը ծախսում է արտաքին գովազդի համար, արտաքին երկրներում գովազդի համար։ Դա կլինի, չգիտեմ, պաստառների տեսքով, դա կլինի թաքնված։ Ես չեմ տեսնում, այսինքն Հայաստանը որպես գովազդվող ուղղություն այդ միջազգային բաներում չեմ տեսնում։ Սա իմ սիրած հարցերից մեկն է։ Անցած տարի մենք BBC-ի հետ նկարեցինք Հայաստանը որպես Rising Star, զբոսաշրջության ծագող աստղ տեսահոլովակը, որը 18 անգամ ցուցադրվեց Հյուսային Ամերիկայում։ Ինքը բավականին թանկ հաճույք է եւ այո, ինձ միշտ հարցնում են ընդհանուր արտգործնախարարությունից, հարցնում ոնց է տեսնում ենք Թբիլիսին կամ Բաքուն որպես զբոսաշրջություն, Հայաստանը չենք տեսնում։ Գաղտնիքը հետեւյալն է, մենք գովազդը միացնում ենք թիրախային երկրում, Հայաստանը Հայաստանում գովազդելը կարծում ենք անիմաստ է եւ թանկ։ Այսինքն այդ գովազդը, որ մենք այսօր ստեղ տեսնում ենք, իրանք թիրախավորված միացնում են, այսինքն վճարում են, որ այս երկրները տեսնեն այդ գովազդը։ Մեր բյուջեն իրականում փոքր է, բայց մարքեթինգի վրա, երկրի country promotion-ի վրա, երկրի տեսանելիության բարձրացման վրա մենք բավական գումար ենք ծախսում։ Մոտավորապես կա այդ բյուջեն, ինչքան ենք ծախսում։ Ընդհանուր առմամբ 800 միլիոն է մեր բյուջեն։ Ամբողջ կոմիտեի։ Այո, ամբողջ կոմիտեի։ 800 միլիոն դրամ։ Այո, ընդամենը։ Դրա մեջ մտնում է նաև այդ գովազդը։ Այո, մենք անում ենք digital marketing։ Կներեք էլի, ասում եմ, այդպես բաներ ահավոր ինձ տխրեցրեց։ Այո։ Այդ 800 միլիոնի մեջ նաև կոմիտեի աշխատակազմի աշխատակազմը չկա, բայց կան փառատոները, մարքեթինգը, մեր բոլոր ֆամ տուրերը, երբ որ մենք ընդունում ենք ժուրնալիստներին, ինֆլուենսերներին եւ իրական ինքը շատ փոքրիկ է համեմատության մեջ։ Չէ, դա մեր աշխատավարձային ֆոնդը շատ փոքր է, անհամեմատ փոքր է։ Բայց փորձում ենք եւ ոչ միայն այդպես օրինակ որոշ ավիաընկերությունների հետ ենք աշխատում։ Գործեմ նաեւ հիմա այս առաջի մասը ձեզ ի պաշտպանություն ձեզ խոսամ, հետո բան հարցեր ունեմ մեր ՊՄՑ-ի հետ կապված, բայց ինձ իրականում մի քիչ վախեցրեց էլի այդ թիվը, որովհետեւ այտենց թվով աշխարհում դիրքավորվել որպես
զբոսաշրջային կետ ինձ թվում է ռեալիստիկ չի։ Ну, հա, կարելի է ինչ-որ փոքր բաներ անել, հիմա վստահ եմ կասեք ինչեր է կարել եւ այլն, բայց այստեղ ոնց է գել այդ թիվը ես եւ ֆինանսների նախարարն իմանալով եւ այլն գիտեմ, որ եթե շատ հիմնավոր ապացուցենք, որ այդ թիվը շատ ավելի շատ է պետք, օրինակ իմ պատկերացումով առնվազն 5 անգամ ավելի շատ, ապա այդ հիմնավորումը, որովհետև էլի կրկնեմ իմ նախաբանում ասածին, այդ ոլորտի զարգացումից եւ այդ հոսքերից կախված է բոլորիս տնտեսական ակտիվությունը։ Այո։ Ու ես դա պրակտիկ դաշտում եմ տեսնում, դա կլինի սրճարան, դա կլինի, չգիտեմ, հյուրատուն, դա կլինի հյուրանոց, այսինքն դա դու անում ես ներդրումներ ես անում, որ սպասում ես քո հաճախորդին, բայց այդ հաճախորդը չի գալիս, այսինքն հա մեր տեղական բնակչությունը բայց շուկան շատ փոքր է։ Ու մենք էլ տենց ցավոք սրտի ոչ տենց ծնելիության մեծ աճ ունենք, ոչ ներգաղթի մեծ աճ ունենք, որ ասենք տեղական այստեղ ամենաարագ լուծումը դա զբոսաշրջիկների հոսքն է։ Այ ոնց եք համաձայնվել, չգիտեմ, այդ թիվը դուք ձեր պաշտոնավորման ժամանակա հաստատվել թե հետո։ Չէ, երբ որ ես նշանակվեցի ուղիղ 1 տարի առաջ հաստատված էր եւ այս տարվա մեր հաջորդ տարվա, այսինքն 26-ին էր, այո, բայց հիմա որ ինչպես նշեցի ռազմավարական մեր փաստաթուղթը կառավարությունում է եւ հաստատելուց հետո վարչապետի հետ գործողությունների ծրագիր եւ բյուջե անպայման։ Հուսով եմ այնտեղ բյուջեն ավելի մեծ է։ Հա, վստահաբար 2-3 շատ կարևոր գործոն կա։ Դա էքսպոներն է։ Երբ որ դու ներկայացված ես աշխարհի բոլոր խոշոր զբոսաշրջային էքսպոների ժամանակ, շատ կարևոր հարթակ է։ Այնտեղ դու ներկայանում ես եւ պոտենցիալ գնորդները, որոնք գալիս են երկիրը գնել զբոսաշրջային ապրանքները գնելու, այնտեղ են քեզ գտնում։ Երկրորդ գործիքը դա digital marketing-ն է։ Մենք լավ կոնտենտ ենք ստեղծում, օրինակ այս տարի շատ լավ տեսահոլովակներ ենք արել, որոնք միացնում ենք այդ թարգետային երկրներում, այո, շատ հաճույք է։ Հա, եւ երրորդը այդ influence marketing-ն է։ Երբ որ դու հրավիրում ես տվյալ երկրի, հենց հիմա օրինակ Հայաստանում ֆրանսիացի լրագրողներ եւ բլոգերներ են, 3 հանդիպում կար նրանց հետ, դրանից առաջ մեկ շաբաթ առաջ Չինաստանից ունեինք, արաբական երկրներից ենք ունեցել, Ռուսաստանից ենք ունեցել, հայտնի հաղորդաշարներ կան մի քանի որից հրավիրում ենք, ամեն երկիր իհարկե ունի իր առանձնահատկությունները, օրինակ Չինաստանում TikTok-ը եւ Instagram-ը այնքան լավ չի, իրանք ունեն իրենց պրոդուկտները եւ այնտեղ ենք թիրախավորում եւ գովազդնում մեր ունեցած հնարավորությունների չափով։ Լավը չի։ Հնարավորությունները, բայց ելի եմ կրկնում, այստեղ հաշվի առնելով որ երբեմն Բարսաստիճան պետական չինովնիկներ ասում են փողի խնդիր չունենք, ես կարծում եմ այստեղ պետք է ուշադրությունը շտեղվել այստեղ թե փողը որտեղ ենք ծախսում, անվերջ ծախսենք մեր տնտեսությունը ակտիվանա, թե գնանք ինչ-որ պայմանական եմ ասում, ինչ-որ գյուղում ճանապարհ բանանանք, չնայած մեկը մյուսին տես բանա։ Կարծում եմ մեկը մեկի շարունակությունից ինչ-որ շրջանաձև ազդեցություն ունեն մեկը մեկի վրա։ Բայց ասենք պետք է գծել, էլի, առաջնահերթությունները, էլի մի հայտնի մեծ երկրի ղեկավարը վերջերս տենց մի հատ հանդիպում ու քննարկումն է իրար լսում, որ չինովնիկներին տենց ասում էին բան, էլի, հակառակներին ասում էր, փողը միշտ չի հերիքում։ Ավելի այստեղ հարցը առաջնահերթություններն են, այսինքն դու որպես երկիր ինչ առաջնահերթություններ ես դնում։ Եթե առաջնահերթություն ես դնում, ասենք, մարզային դպրոց սարքելու, շատ լավ, բայց եթե առաջնահերթություն ես դնում տնտեսությունը ակտիվացնելու հետո մարզային դպրոց սարքելու, էլի լավ, այսինքն այստեղ բանի հարց է։ Շատ հետաքրքիր օրինակ էր 2-3 խոշոր համերգները, որոնք տեղի ունեցան Երևանում։ Այդ օրերին բառից բուն իմաստով բոլոր հյուրանոցները Երևանում եւ 1 ժամ շարավիղով քաղաքները ամբողջությամբ ամրագրվել էին։ Բոլոր հյուրանոցները հեռու, այո, հա, Ծաղկաձորը, Ընթուփ Դիլիջանը, Աշտարակի ուղությամբ, բոլոր մենք բան ենք անվիճակագրություն ենք անընդհատ խնդրում ենք։ Դե պետք է անընդհատ խոսում է ինչ որ բայկը հայտարարեք, թե այդ հայտնի համերգի ժամանակ ինչքան դրսից մարդեր եկել եք։ Հա, գաղտնիք չի։ Ունեք արդեն։ Հա, 16000 է եղել, բայց ընդհանուր մասնակցությունը 20000 է եղել։ Նաև մեր երկրի քաղաքացիներն են մասնակցել։ 16000 դրսից մարդ է։ Այո։ Հա, մի քիչ բան է, թիվը ամեն դեպքում ուրախացնող։ Ես ուզում եմ հետ գանք մեր ՓՄՑ-ին։
Այնուամենայնիվ, ասենք, եթե թվերը նորից նայում ենք, 2024-ին, որ մեր մոտ 100,000-ով ավելի քիչ եղել 23-ին, ասցիք, որ այդ կապված է եղել նաև աշխարհակական իրադարձություններով, երևի ռուս-ուկրաինական պատերազմի եւ այլնի հետ, բայց ամեն դեպքում 24-ի համեմատ մեր հարևան Վրաստանում, ես ինքս այդ մեր ՓՄԶ տարբեր ռազմավարությունների քննարկման ժամանակ երբ որ համեմատում են Վրաստանի հետ, ասում եմ մի համեմատեք, որտեվ մենակ այն որ ինքը ծով ելք ունեցող երկիր է, համեմատելի չենք, բայց այնուամենայնիվ համեմատում են տարբեր փաստաթղթեր անելուց, ես հիմա համեմատում եմ նաեւ ձեր ոլորտը 5.2 միլիոնը այնտեղ եղել 24 թվականին զբոսաշրջիկ, եթե համեմատենք մեր այդ երկրի հետ 2 անգամ ավելի շատ։ Ու հետո նայում եմ, ասում եմ, լավ, ենթադրենք եկան մեր ցանկալի զբոսաշրջիկները։ Այս պահին իմ պարզելի հետազոտության արդյունքներով որ նայում ենք, նույնիսկ գաստրոտուրիզմի տեսանկյունից մենք սկսել ենք զիջել Վրաստանին, ինչու, որովհետև մեր մոտ սկսել են գները թանկանալ։ Այսինքն նույնն այդ սրճարան, ռեստորան, որ մարդիկ մտնում են, ես դրա պատճառներից մեկը էլի մեր հաղորդման ձևաչափին ու բովանդակությանը գալով, ասում եմ, դա նաև հարկային քաղաքականությունն է, որը բոլոր հարցերի լուծողը չի, բայց ինքը կարող է էմոցիոնալ եւ ուղիղ ազդեցություն ունենալ ցանկացած ապրանքի ծառայության ինքնարժեքի վրա։ Օրինակ, ասենք նույն Վրաստանում, եթե նայում ենք հյուրատները, ընդ որում ձեր խոսքում ասացիք, որ Երևանից մի ժամ, ինչի եմ այդ ասում, որտեվ նույն Միացյալ Ազգերի պատվերով իրականացված այդ, ինչքան գիտեմ, այդ Ամպերա ընկերությունը, որ արել էր այդ հետազոտությունը, դրա մեջ մի հատ բան թիվ կար, որ 56%, եթե չեմ սխալվում, հյուրանոցային մեր կացարանների տնտեսության 56%-ը Երևանում է։ Այսինքն, եթե մենք օրինակ հյուրատնային բաներ ենք նայում մարզերում եւ այլն, հա, մենք պետք է ինչ-որ ձև խրախուսենք, չէ՞ դրանց աճ, այսինքն մենք հիմա ունենք կարմիր կետ, որ դա նշանակում է, որ մեր մեծ մասը կացարանների Երևանում է եւ դա լուծում է պահանջում, այսինքն դա տենց պրոգնոզ չի, էլի կանխատեսում չի, այլ հիմա ինչ ենք անում, որ մարզերում այդ հյուրատները նույն ձևի ենք հարկում, ինչ որ Երևանում, օրինակ, բարձ օրինակ։ Վրաստանում, գիտեք, եթե դա անհաձեռնարկատեր է, ապա իր շրջանառության 1%-ն է վճարում, մինչև կարծեմ մեր դրամով հաշված 68-70 միլիոն շրջանառությունը։ Այսինքն հիմա տարբերություն է, էլի, որ նայենք վրացական ինչ-որ գյուղական հյուրատուն եւ մեր, ասենք, Լորվա մարզի հյուրատուն, ապա իրանք արդեն հավասար չեն հարկային իմաստով։ Նույնը որ նայում եք սրճարանները, էլի կարող, եթե ինքը անաձեռնարկատեր է, ապա եթե ընկերության տեսքով է, ապա ինքը շահութ հարկ է վճարում 15%, բայց չի վճարում, գիտեք նաև ձեր նախորդ աշխատանքային փորձով հարկերը ձեր մասնագիտականն ա եղել, եթե ինքը շահութը չի հանում, ինքը 0 հարկ է վճարում, այսինքն էլի բանի հարց, այսինքն թույլ են տալիս, որ բիզնեսը զարգանա, ինքը իր փողերը ներդնում անի, գիտեք, հայտնի էստոնական մոդելն է, դիվիդենդից հարկման եւ այլնի մոտեցում։ Այսինքն այստեղ ձեր կոմիտեն ունի ազդեցություն, թե էլի բանը քաղաքականությունների մասով եկամուտային նախարարության դաշտում։ Վրացական փորձը հաջող է եւ ուսանելի։ Իրենց ռազմավարությունը, որը Ամերիկայի կառավարության հետ USAID-ի հետ մշակվել է 2012 թվականին։ Եվ իրենք զբոսաշրջությանը շատ ավելի լուրջ ուշադրություն են դարձնում արդեն տասնյակ տարի եւ ավել։ Մեզ մոտ, որքան է որ դա ցավալի է կամ կարելի է հիմա ասել ուրախալի է, զբոսաշրջությունը սկսել է եւ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Այսինքն մենք ունենք նոր ռազմավարական փաստաթուղթ եւ կարծում եմ սրանից բխող արդեն գործողությունների պլան։ Այստեղ կարճ ընդհատեմ, եթե 800 միլիոնի չափ լինելու բյուջեն ուշադրության կենտրոնում չի։ Միլիարդավոր դոլարներ ներդրվել են վրացական փորձի իրականացման, այդ փաստաթղթի ռազմավարական իրականացման համար, հյուրանոցների կառուցման սուբսիդիաներ, տարբեր ծրագրեր, Վրաստանը մի քանի երկրում եմ եղել ես, ընդհուպ մինչև Բերլինի, ITB Բերլինի ընդունող երկիրը եղել է Վրաստանը։ Այս տարի Ղազախստանում
միջազգային էքսպոյի ընդունող երկիրը Վրաստանն էր։ Ամենտեղ, որտեղ ես գնում եմ, վրացիները շատ լավ ներկայացված են եւ դա ինձ նաեւ ուրախացնում է, որ իրենք այդքան լրջորեն եւ այդքան հաջող կարողանում են երկիրը ներկայացնել։ Այս փող են ծախսում։ Այո, դա իմ ասած է դա։ Պատկերացրեք Բերլինի միջազգային զբոսաշրջային փառատոնի հյուրընկալելը, դա մի քանի միլիոն դոլար արժի, երբ որ դու բացմախոսքում ներկայացնում ես քո երկիրը։ Ավելի շատ զբոսաշրջի կաներ գնում, քան հիմա մենք նույնպես սկսել ենք լուրջ ուշադրություն կառավարության մակարդակով դարձնել զբոսաշրջությանը եւ կարծում եմ, որ հաջորդիվ կտեսնենք օրինակ նույն Ղազախստանում իմ աշխատանքային այցելության ժամանակ ես իմացա, որ հյուրանոցի կառուցման համար պետությունը հողի հետ կապված արտոնություններ է տալիս, կախված ներդրումից ընդհանուր կարող է հողակտորը նվիրել։ Իսկ փոքր ավելի ներդրումների դեպքում մինչև 20% գնի նվազեցում անել, 50% գնի եւ այլն։ Այս մոդելը ես իմիջիալոց կառավարությունել եմ բարձրաձայնել նախարար Պապյանի փոխվարչապետերի հետ եւ ողջունվել է, որ մենք էլ քանի որ մեր հյուրանոցային ֆոնդը պետք է բարելավենք եւ մահճակալների թիվը ավելացնենք, այո, կարող ենք այս մոդելը նաեւ Հայաստանում կիրառել, այսպեսի շատ ծրագրեր կան, որոնք ինձ հույս են ներշնչում, որ առաջիկա տարիներին մենք էլ էական փոփոխություն կունենանք ոլորտում եւ չնայած որ կառավարությունը որդեգրել է քաղաքականություն ոչ մի ոլորտին հարկային արտոնություններ չտրամադրել, այսինքն հավասար քաղաքականություն հարկային ոլորտում, բայց կարծում եմ սա ոչ թե արտոնություն է, այլ ներդրումների խթանում է մեր երկրի համար, կիրառել միջազգային փորձը, հաջողված միջազգային փորձը, օրինակ նույն ղազախական այս արտոնության արդյունքում մի շարք միջազգային բրենդեր, ինչպիսի Louis Vuitton-ը, Chanel-ը եւ այլն, եկել են եւ իրենց խանութները, իրենց առևտրի կենտրոնները տեղակայել են այդ նոր կառուցված լավագույն 5 աստղանի հյուրանոցներում։ Սա նույնպես շատ կարևոր է զբոսաշրջության համար։ Առավել եւս որ մենք թիրախավորում ենք luxury tourism, ուզում ենք որ զբոսաշրջիկը գա շատ գումար ծախսի մեր երկիր, ուրեմն մենք պետք է ունենանք նման ենթակառուցվածքներ, լավ հյուրանոցներ, լավ խանութներ, Միշլենյան ռեստորաններ, որպեսզի նրանց համար հետաքրքիր դառնանք, քանի որ ինչպես դուք նշեցիք, մենք չունենք ծով, օրինակ ինչպես Իսպանիան, իրանք այնպիսի լողափեր ունեն, որ զբոսաշրջիկը անկախ լավ կամ վատ ռեստորանի սեղանից, այո, գալիս են։ Բայց այդտեղ էլի կարևոր է, լավ եք ասում, բայց ասենք այդտեղ կարևոր է, որ եթե եկավ հոսքը, պետք է դա պատրաստ լինել ընդունել, կուլ տալ, այսինքն դրա համար մենք հիմա 5 միլիոն զբոսաշրջիկ ընդունելու ունակ չենք եւ այդ ենթակառուցվածքն էլ չկա։ Դրա համար մեր թիրախը Դա իմ ասածը։ Հիմա եթե ձեր խոսքում ասում եք կառավարության բանն որդեգրած մոտեցումն է, որ արտոնություններ չլինեն, նայած որ տեսանկյունից ես նայում, դա արտոնությունն է, թե հակառակը, ոլորտի խրախուսելը, զարգացումը։ Ու հետո շատ կարևոր է, այս միայն զբոսաշրջությանը ցավոք սրտի չի վերաբերվում, եթե տեսել եք մեր հաղորդման անդադ մենք անդրադառնում ենք, այսինքն մարզային ու Երևանի կենտրոնում եղած բիզնեսին հավասարաչափ մոտենալ ֆիսկալ ու բան բոլոր քաղաքականություններով, դա հավասար մոտեցում չի, ինչքան էլ այդ քաղաքականություն մշակողներ ասում են մենք վերականգնում ենք արդարությունը, դա արդարություն չի, արդեն անարդարությունն ես դու փորձում վերականգնել, էլի։ Այս իմ մոտեցումն է ու բնականաբար կարող եմ ցանկացած տարբեր ձևաչափերով ինքներդ էլ երևի տեսնում եք ձեր խոսքում ընդ որում բերում եք այդ օրինակը, աշխարհի տարբեր երկրներ դա համարում են հակառակը նորմալ մոտեցում, որ դու մարզային թեր զարգացած բանում քո տարածաշրջանում կամ մարզում իրան ուրիշ ձև ես նայում եւ այդ է արդարության վերականգնումը, ոչ թե նույն ձև իրան հարկես ինչ որ ասենք, չգիտեմ, Երևանի Ամիրյան փողոցի հյուրանոցը, էլի։ Դե որպես օրինակ Երևանի ավականու անդամ, նախկին անդամ, մենք ներդրեցինք այս շինթույլտվությունների турքերը, որպեսզի զսպենք շինարարությունը Երևանի կենտրոնում եւ ընդհանրապես Երևանում եւ նաեւ եկամտային հարկի վերադարձի արտոնությունները գնան մարզեր։ Հա, այս քաղաքականությունը իմ կարծիքով ճիշտ է։ Ինքը դրանց ատրիբուտիկաներից մեկն է, բայց գլոբալ առումով մի հարց էլ տամ քաղաքականությունների մասով, ես էլի պատրաստվելով մեր էթերին նայեցի, որ բացի պետական հարկերից, երևի դուք եք ծանոթ, որ կան երկրներ, որտեղ նաև տեղական турքեր կան։ Այո,
նո մենք այստեղ չեմ ասում բանենք, բայց մենք դեռ հեռու ենք կարծում եմ դրանից, բայց օրինակ ես հիշում եմ որ տարիներ առաջ նույն Արենի համայնքում վայքում տենց հանդիպում ունենք ու այդ տեղի ժողովուրդը ասում էին այ մարդ մեր բան գնա, մեր համայնքապետարան գնա այդ փողը ավելի ոնց որ բանով կտանք, որտեվ գիտենք հենց մեր աչքի առաջ, ես գիտեմ որ ոչ միայն ձեր ոլորտի տենց մեծ մակարդակով անդադ քննարկվում է, գուցե տենց բաները բալանսավորվի, այսինքն պետական բյուջեի մի մասը գնա ուղիղ տեղական բյուջե, որտեվ այնտեղ համ պահանջատերն է շատ մոտիկ ինքը իր համայնքի ղեկավարին ասում է դե տես այսքան մարդ է եկել իմ հյուրատունը կամ գաստրոբակը շուտ արա իմ փողոցը, որտեվ հենց այս վերջերս վայքում մի հատ անունը չտամ հայտնի գաստրոբարկում ենք, ինքը զարգանում է, չգիտեմ, տարբեր տուր օպերատորների հետ աշխատում է, բայց միևնույն է ասֆալտից թեքվում ես մի 100 մետր ինքը տենց բան է, քարքարոտ ճանապարհով ես գնում։ Այսինքն ինքը թվում է թե իր շնորհիվ բան է արել, բայց համայնքը տեղում չի։ Այսինքն 100 մետրը դեռևս ասֆալտապատ չի։ Ես այսպեսի մի հատ իդեա ունեի, որը քննարկեցինք քաղաքապետ Ավինյանի հետ, միայն այդ պահին Երևանի մասով էինք իհարկե խոսում, առաջարկում էի city tax ավելացնել 1000 դրամ։ Ասում էի 300 դրամը զբոսաշրջության կոմիտեի բյուջե գնա, 700 դրամը համայնքի բյուջե գնա։ Քննարկեցինք, ինքը ասեց լավ իդեա է, բայց արի այս պահին հələ այս բանը միտքը հələ չզարգացնենք։ Այո, եթե օրինակ ամեն միջազգային զբոսաշրջիկը $2.5 ավել վճարի իր կեցության համար, որը իրականում շատ մեծ էական ազդեցություն չի ունենա հյուրանոցի գնի վրա, 1000 դրամ եմ առաջարկել, որի մի մասը կգնա համայնքի բյուջե, իսկ մյուս մասը կգնա հենց այդ գումարը կհավաքվի ու կծախսվի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման վրա։ Հիմա մենք անում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիր Համաշխարհային բանկի եւ կառավարության համատեղ վարկային ծրագրի հիման վրա։ Ծրագիրը կոչվում է TRIP եւ առաջիկա 5 տարիների ընթացքում մենք 120 միլիոն եվրո գումարը կներդնենք 7 զբոսաշրջային կլաստերների ենթակառուցվածքների զարգացման վրա ճանապարհներ, կոյուղի, էլեկտրականություն, ավտոկայաններ, զրուցարաններ, զուգարաններ եւ այլն։ Բայց ինչու՞ չէ, այդ մի փոքր ջրի կաթիլը համայնքի բյուջեում, որ կհավաքվի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման վրա։ Հասկացա, բայց այն հակառակ չընկալեն մեր ՓՄԾ-ները, ես այդ ասում եմ այն դեպքում, երբ որ այն մյուս հարկը կիչնի, ես Երևանի մասով չեմ ասում, իմ օրինակ մոտեցումը հերո չգնանք ջերմուկ գնացեք բան ասենք միևնույնն է այնտեղ թանկ է այդ բանը էլի մարդիկ ներդրում են անում թվում է թե իրականում կան լավ հյուրանոցներ եւ այլն բայց ինքը չի ունենում այդ հոսքը ու ստիպված մի միավորի չէ մենք տեղացիներս ասում ենք այ մարդ չգիտեմ բան գնալը ծով գնալը ավելի էժանա քան գնաց ջերմուկ քան գնաց չգիտեմ դիլիջան հա այդ մոտեցումը հենց այդ է որ մենք նաև ներգնան էլի պետք է անենց անենք որ մի քիչ ոնց ասում մեր ուժերով կայացնենք մեր ոլորտը չկայացնենք այդքան պոտենցիալ չուն գոնե 0-ի վրա պահենք մեր ոլորտը որ հետո մարզայիններն եմ ասում որովհետև Երևանում տեղացին տենց շատ քիչ դեպքերում կարող է մնա որ մարզից է գալի ինչ որ աշխատանքայինով դա շատ քիչ հոսք է էլի բայց մենք ներգնայով մենք ինձ թվում է տենց պոտենցիալ ունենք էլի իրան գոնե 0-ի վրա պահենք զբոսաշրջիկը գա սկսի այդ մարդը եկամտով աշխատել ինքը այդ բանն է էլի անընդհատ այդ հավիծվի բան մոտեցումն է ոնց անենք որ ինքը այդ նույն ձեր ասած Իսպանիայում շատ է ինքը ներգնա туриզմը նաև այսինքն իր հյուսիսային հատվածի ժողովուրդը գնում են հարավային այո գնում են ներքին իրանց ընտանիքներով եւ այլն դա այդ մշակույթն էլի միջալոց մենք պետք է զարգացնենք մեր երկրում էլի այսինքն հա այնտեղ սկանդինավյան երկրներից էլ են գալի շատ հոսք բայց ներքինն են հիմա դա որ զարգացնենք դա զարգացնելու համար առաջինը պետք է ինքը լինի մաչելի այսինքն ինքը կարողանա իրան թույլ տա չնայ գնա Վրաստան կամ գնա չգիտեմ Կուբա եւ այլն ռադիո լսողները ռադիոդիտողները մի հատ շատ հետաքրքիր վիճակագրություն ձեզ ասեմ ամեն մարզ որտեղ ես գնում եմ աշխատանքային միջին հյուրանոցների գներ եմ հարցում անում Սյունիքում ինձ պատասխանեցին որ հյուրատներում ոչ մեծ ասենք հյուրանոցում 8000-ից 16000-ով մեկ գիշերակաց նախաճաշով bread and breakfast կա։ Այս նույն վիճակագրությունը մի քիչ ավել ջերմուկում ունենք։
եւ այլն Գյումրիում ունենք, բայց մեր այդ հյուրատները լավ ներկայացված չեն, լավ մարքեթինգ չեն անում, մենք ինքներս չգիտենք դրա մասին։ Անցած տարի մենք նոր տարուն արեցինք, նոր տարին Հայաստանում արշավը, հենց ներքին զբոսաշրջությունը խթանելու համար, եւ որոշ քաղաքներում միջև 100%, 90% հյուրանոցների ծանրաբեռնվածություն նկատվեց։ Ունենք այդ զբոսաշրջային պրոդուկտը եւ մաչելին էլ ունենք եւ որակյալն էլ ունենք, ուղղակի առաջինը տեղեկացված չենք դրա մասին, դա էլ զբոսաշրջության կոմիտեն վերցրել այս տարի իր վրա այդ պատասխանատվությունը եւ մենք հենց հիմա հասել ենք, եթե չեմ սխալվում, Արագածոտնի մարզ, 10 մարզերում փոքր միջին հյուրատներին սովորեցնում ենք Expedia-ում, Booking-ում, թեկուզ հենց նույն սոցիալական ցանցերում։ Հյուրատների ասոցիացիա կար, այդպես կամաց ինքը։ Հիմա այդքան լավ չի աշխատում։ Այս խնդիրն ունենք, որպեսզի բոլոր սեգմենտի զբոսաշրջային ծառայություններ կարողանանք մատուցել։ Հիմա եթե դուք փորձեք զանգարել որոշ հայտնի թանկարժեք հյուրանոցները, նոր տարվա ամրագրում արդեն չեք կարող անել։ Բայց թվերը որ բայց իրենք այդ վաճառքը անում են, իսկ փոքր միջինները ձեր նշած շատ լավն են, բայց անցած տարի ես անգամ իմ Facebook-յան էջում որոշ հյուրատների էջեր էի կիսվում եւ իհարկե դրանք ամբողջովին զբաղված էին նոր տարվա համար, բայց այդ ներքին մշակույթն էլ ունենք ձևավորելու։ Դա պետք է իրանց խրախուսել։ Ու մեր հաղորդումը մոտենում ավարտին, ցավոք սրտի մեր ժամանակը մնաց, դեն սահմանափակա, բայց հույս ունեմ մի հատ էլ տարվա վերջ ձեզանից խոստում կգործենք, տարին ամփոփենք իրար հետ, նայենք։ Մի հատ էլ հարց COP17-ի հետ կապված, դա ոնց որ ասած սարի հետևում չի, այստեղ ոնց է պատրաստվում ենք։ Ընդամենը 1 տարի։ Այո, արդեն մի քանի ամիս է, ահագին հյուրեր ենք ունենալու։ 15-ից ավել 15000-ից ավել հյուրեր ենք ակնկալում, բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց գործընկերները, ժուրնալիստներ եւ ինչու՞ չէ նաեւ հետաքրքրասերներ, որոնք գալու են մեր երկիր։ Արդեն մի քանի ամիս է պարոն Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնախումբը, հանձնաժողովը, որի անդամ եմ ես, մեծ տնային աշխատանք ենք անում, առաջին հերթին այդ ձեր ասած հյուրանոցների ֆոնդի մենք ստեղծեցինք այդ բազան, ընդհանուր միջև լուսանկարներով հստակ հասկանալու համար զբոսաշրջության կոմիտեի աշխատակիցներ անձամբ գնացել են, անձամբ հաշվել են, անձամբ նկարել ենք եւ հստակ ունենք բազան, թե քանի հյուրանոց ունենք եւ որտեղ կարող ենք ընդունել։ Շատ մեծ աշխատանք կա եւ ավտոբուսների եւ մեքենաների տեղաշարժերի այդ բոլոր հյուրերի հետ գիդեր տարբեր լեզուներով, որոնք կարողանան նրանց աշխատել, նրանց ուղղորդել, ռեստորանների սնունդի ապահովման եւ ամենակարևորը, տեսեք, COP17 ինքը ՄԱԿ բնապահպանական համաժողով է։ Մենք պետք է մեր երկիրը սկսած հյուրանոցի սենյակից ներկայացնենք որպես բնապահպանական, չեն կարող պլաստիկ հողաթափեր կամ ատամի խոզանակներ եւ այլն ունենանք այդտեղից սկսած մինչեւ աղբը, որ թափված է մեր բնության մեջ, մի մեծ շղթայաձև աշխատանք է, որը զբոսաշրջության կոմիտեն անում է եւ ինչու միայն COP17-ը մայիս ամսին մենք հյուրընկալելու ենք Եվրոպայի քաղաքական գագաթնաժողովը 50 եվրոպական երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրից օթանավերով, մենք հիմա տնային աշխատանք ենք նայում օթանավականի, Գյումրի օթանավական, որովհետեւ այդ բոլորին պետք է ընդունենք, տեղավորենք, կայանեն այդ օթանավերը եւ նաեւ ունենք էլի շատ մեծ միջոցառում, դա կոնկուրս Մունդիալ Բրյուսելն է, դա գինու մեծ համաժողով է, 400-ից ավել սոմելիե գալու, էլի մայիսին, եւ 10000-ից ավել շիշ գինի են փորձելու։ Այսինքն սա իր ազդեցությամբ եւ կարեւորությամբ նույնպես շատ կարեւոր միջոցառում է։ Մեծ աշխատանք կա։ Այո։ Հա, այնպես որ զբոսաշրջության կոմիտեում աշխատանքը եռում է, բայց ասում փող չկա։ Դες ֆիքսեցի, որ տենց խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ Տիկին Գևորգյան, այսինքն մենք նաև այսպես ասած որպես իրազեկում մեր հարթակնել օգտագործենք, ասենք, որ մյուս տարի մայիսին ստացվեց երկու մեծ միջոցառում կա, որտեղ հյուրերի մեծ հոսք է լինելու եւ աշնանը արդեն COP17-ին կապված
որի մասով հույսով եմ մեծ տենց նաև գովազդային ակցիաներ ու բաներ կլինեն արտերկրում եւ մեծ հոսքը կարողանանք ընկալել, կուլ տալ ու մարսել։ Շատ շնորհակալ եմ, ավելացնելու բան ունեք։ Կապված է ձեր նշած միջոցառումների հետ, մեզ լսող, մեզ նայող գործարարներին ուղղակի խնդրում եմ գնային քաղաքականությունը եւ սպասարկումը պահել պատշաճ մակարդակով, պատփորձ ունեցանք Ռուսաստանից եկող եւ իմիջիալոց դա էլ ազդեց, որ գները բարձրացան եւ հիմա տենց չեն իջնում։ Եվ ռեստորաններում ինչ որ մենյուներ փոխվեցին եւ այլն։ Այս վերջինով էս իմ ասածը, բայց իրականում փաստացի հաշվել եմ ռեստորանների գների, սրճարանների եւ այլն կոնկրետ էս հարկային քաղաքականությունները որ երկու անգամ դրական բարձրացան։ Եվ այդ իմ նշած գործոնել էր ազդել իրականում։ Հա, միայն դա կխնդրեմ մյուս տարվա համար իսկապես պատրաստվել եւ պատշաճ դիմավորել, որովհետեւ զբոսաշրջությունը դա էմոցիաների մասին է։ Մարդիկ գալիս են ինչ որ միտեղ, բայց հետո իրենց հետ տանում են այդ էմոցիաները, լավ դրական հիշողություններ, հետո ուզում են գալ։ Այդ է մեր նպատակը, որ մեկ անգամ եկող զբոսաշրջիկը հետո էլի գա իր հետ բերի ընտանիքը եւ ընկերներին։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինձ համար էլ որպես հարկերի ֆինանսների մասնագետ շատ հետաքրքիր էր այս զրույցը։ Միշտ ինձ հարցնում են լրագրողները ուրիշ տեսանկյունից, ուրիշ թեմաներ են քննարկում, բայց այս անգամ դուք կարծես թե համաձայն եք, որ մեր ասած ձեր ոլորտի վրա ազնիվ չի առնվազն մարզերում ու Երևանում նույն քաղաքականությունը։ Ես դրա մասին պարբերաբար բարձրաձայնում եմ եւ կփորձենք հաջորդող տարիներին այս միջազգային հետազոտությունները, որ ես անդադ անում եմ եւ ուղարկում եմ կառավարություն եւ բարձրաձայնում եմ ամեն հարմար առիթով, հուսանք իր պտուղները կտա եւ առնվազն մարզերի մասով եւ նոր հյուրանոցաշինություն եւ նոր միգուցե արտոնություններ ունենանք զբոսաշրջության համար։ Շատ շնորհակալ եմ, ես էլ հույսով եմ, որ շատ փոքր, բայց մեր հաղորդումը ազդեցություն կունենա, որպեսզի այն ձեր ասած 800 միլիոնը, որ հատկացվում է զբոսաշրջության կոմիտեին, արտաքին ագրեսիվ քաղաքականություն անելու համար, դա իրականում միջազգային արենայում դա շատ փոքր թիվ է, ու այդ ձեր նշած նույնիսկ միջոցառումները, դա դիջիտալ մարքեթինգը, չգիտեմ, բոլոր գործիքների վրա այսօր փող ծախսելը պետք է, որպեսզի Հայաստան այդ հոսքը շատանա, որից կօգտվեն բոլորը, այսինքն ելի եմ կրկնում, դա այս այն ոլորտն է, որը մուլտիպլիկատիվ բոլորի վրա հաստխողի, խանութի, սրճարանի եւ այլն, տաքսու վարորդի, գյուղատնտեսության։ Հուսով եմ սա եւս մեկ անգամ ոնց որ ասում եմ մեսեջ կլինի, որ շնորհակալություն։ Լավ եղեք, շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերելու։ Այսքան էր այսօրվա հարկեր турքերը, լավ եղեք, կհանդիպենք։